Բարերեկո, ընտրություններից առաջ, նախագահական ընտրություններից առաջ սովորաբար կուսակցությունները, քաղաքական կազմակերպությունները հայտարարում են իրենց թեկնածուին առաջադրելու մասին կամ մեկ այլ թեկնածուի սատարելու մասին։ Այսօր Հայաստանում կարծես թե ճիշտ հակառակն է, հակառակ process-ն է ընթանում, իհարկե որոշ բացառություններով։ Կուսակցությունները հայտարարում են սեփական թեկնածուին չառաջադրելու եւ այլ թեկնածուի չպաշտպանելու մասին։ Այսօր մենք խոսելու ենք նախընտրական իրավիճակի ընտրություններից առաջ ստեղծված քաղաքական այս իրավիճակի մասին։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ծրագրի հովանավորը Սանդորա Ապրանքանիշն է։ Սանդորա, լիարժեք դարձրու կյանքդ։ Երկրի հարցը ծրագրում ես այսօր զրուցելու եմ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ։ Բարերեկո, պարոն Բադալյան։ Որպես քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, ինչպես եք բացատրում քաղաքական ուժերի այս հայտարարությունները սեփական թեկնածու չառաջադրելու եւ այլ թեկնածուի չսատարելու մասին։ Ինչի մասին են խոսում այս հայտարարությունները, կուսակցությունների հայտարարությունները, ընտրություններին մասնակցության ձևաչափի, իսկ ըստ էության չմասնակցության ձևաչափի։ Եթե շատ կարճացնենք, ապա խոսում է չկայացված քաղաքական համակարգի եւ չկայացված պետականության մասին։ Առաջին հատկից դա է, իսկ եթե խորքային ասենք, ապա ունին դա խորքային, այսպես ասած, արմատներ։ Հիմա խորքային է տկալը, խորքայինը դա ասեմ, գիտեք ինչ, ընդհանրապես պետությունների միջև, աշխարհակաղակական կենտրոնի միջև պայքարը միշտ եղել է, սկսած 9 Հռոմից, եւ խորհրդային միության ժամանակ դա ավելի լավ էր երևում։ 90-ական թվականից, երբ որ խորհրդային միությունը վերացավ, բնականաբար, ասենք, մի փոքր խառնաշփոթ էր աշխարհում, բայց 2000-ական թվականներին սկսվեց նորից պայքարը Ռուսաստանի, Պուտինի Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև, արևմուտքացիներով նկատի ունեմ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները։ Ահա այդ ժամանակվանից սկսեց պայքարը, այսպես միմյանց ազդեցության տակ գտնվող տարածքները իրենց վերցնելու համար։ Եթե հիշում եք, առաջին դեպքը եղավ Սերբիայում, այդ գունավոր հեղափոխություն, հետո դա տարածվեց ԱՊՀ երկրներում, Ուկրաինա, Վրաստան, Կիրգիզիա, Մոլդովա։ Բնականաբար նման իրավիճակում Հայաստանը չէր կարող դուրս մնալ այս պայքարից։ Այսինքն դուք այս ամեն կուսակցությունների հայտարարությունները մասնակցել, չմասնակցելը, սեփական թեկնածու ունենալ, չունենալը պայմանավորում եք բացառապես կամ հիմնականում այս աշխարհքաղաքական կենտրոնների ազդեցությամբ։ Ոչ թե ազդեցությամբ, այլ նրանց սցենարներով։ Ինչի՞ ընդհանրապես է նորմալ երկրներում իշխանություն ձևավորում է հասարակությունը։ Դա որտեղ ասենք հասարակությունը ընտրում է այս տեխնացուն, եթե հոգնում է այլ տեխնացուն, իսկ երբ որ մենք նայում ենք Հայաստանում եւ տեսնում ենք, որ 20 տարվա ընթացքում հասարակությունը չի կարողացել իշխանություն ձևավորել, բացառապես մեկ ընտրության 1999 թվականի խորհրդարանական ընտրությունը, երբ որ հաղթեց Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի տանդեմը եւ Միացություն Դաշինք հաղթեց, հասարակությունը հավատաց, որ ում քվեարկել են նայել իշխանությունը դարձել։ Դրանից առաջ 91 թվականը խորհրդային միության մեջ էր կարելի ասել, ճիշտ է, անկախություն հռչակել էինք, բայց խորհրդային միությունը դեռևս դե յուրե դեռևս գոյություն ուներ, այսպես ասած անցումային շրջանը։ Դրա համար նայում ենք 92-ից հետո։ 92-ից հետո բացի 95 թվական խորհրդարանական, 96 թվականի նախագահական, 98 թվականի նախագահական, 99 արդեն ասացինք ազնիվ էր, 2003-ի նախագահական խորհրդարանական, 2007-ի խորհրդարանական, 2008-ի նախագահական, 2012 թվականի խորհրդարանական, այս բոլոր ընտրությունների արդյունքները հասարակության մոտ կասկած է առաջացել եւ հասարակությունը հասկացել է, որ իր, այսպես ասած, քվեարկությամբ չի ստեղծվել, այսինքն երբ որ հասարակությունը 20 տարի քվեարկում է մի բան, բայց ստացվում է ուրիշ բան, հասարակության մոտ առաջանում է ընտրական որպես ինստիտուտի նկատմամբ արդեն անվստահություն եւ դա բերում է հասարակության գիտակցության մեջ փոփոխությունների, մարդիկ հասկանում են, որ սա իրենց երկիրը չէ եւ պետք է այս երկրից գնալ ինչեւ մե արտագաղթի միջոցով։ Իսկ քաղաքական աքսիոմա է, եթե հասարակությունը չի ձևավորում այդ իշխանությունը, ուրեմն այդ տարածքի իշխանությունը ձևավորում են ուրիշները։ Այդ դրա համար, եթե հասարակությունը մեր մոտ այսպես չկա
կարողացած ձևավորել, չստացվեց տարբեր պատճառներից դա իմաստել դեպքում։ Էական չէ, հա, կեղծիքներ եւ այլ։ Բնականաբար այստեղ ուժեղանում են աշխարհակական գործոնների դերը։ Իդեպ դա ոչ միայն Հայաստանում, դրանք ասացի Վրաստանում, չմոռանանք անգամ Հարավային Օսետիան փոքրիկ տարածք 2011 թվականին հասարակությունը ընտրեց նախագահ իր համար նախագահ ընտրեց ազնիվ վարդար ընտրություններով Ալա Ջիևն է, սակայն 2 ամիս հետո նրան շատ բռի կերպով ուղղակի զենքով կալասել հեռացեցին իշխանությունից։ Եթե նման իրավիճակ եղել Վրաստանում, Հարավային Օսետիայում, նման իրավիճակ եղել Ուկրաինայում, Մոլդովայում, Կիրգիզիայում, չէ՞ թվում, որ այդպես իրավիճակ չպետք է լինի Հայաստանի կազմակերպել։ Ենթադրեմ, որ դուք այս ամենը համադրելով արդեն կանխատեսել եք, որ նման իրավիճակ պիտի ունենա։ Չէ, բնականաբար չեն կանխատեսել, որտեղ մենք չգիտենք սցենարները ինչպիսին է, բայց մենք այսպես ասած հետին թվով տեսնում ենք, թե ինչպես էին դրան զարգանում։ Ահա դրա համար տարբեր աղբյուրներ կա, որտեղ մի քիչ դժվար է վերլուծություն կատարել, երբ որ բաց հրապարական քաղաքականություն չի վերաբերվում, ստիպված օգտվում ես տարբեր աղբյուրներից, աղբյուրներից մեկը շատ հայտնի WikiLeaks-ն է, որ այսպես ասած, Ամերիկա պետդեպարտամենտի ոչ պաշտոնական, այսպես մամլոխոսնակը, երբ որ կազմակերպված ձևով ինֆորմացիան դրվեց շրջանառության մեջ, այդտեղ գրվեց, որ դեռևս 2007 թվականի ամռանը գործող նախագահան եւ Ամերիկայի դեսպանության ներկայացուցիչները բանակցություններ են վարել, շատ հարցերի շուրջ եկել են համաձայնության, մասնավորապես զորքեր Աֆղանստան ուղարկելու մասին եւ այլ, այսինքն այն ժամանակվանից արդեն WikiLeaks-ի միջոցով իմացանք, որ այն ժամանակվանից արդեն ինչ որ սցենար էր գրվում, սցենարի հիմնական նպատակն էր Հայաստանը որպես տարածք դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Ինչու, որտեղ Անդրկովկասում 3 հանրապետություն կա, Վրաստանը բնականաբար դուրս է գալ 2003-ից, Ադրբեջանը տեսնում ենք, որ կամաց դուրս է գալի, վերջինը Գաբալան էր, տեսանք, որ Գաբալայից էլ հանեցին ռուսական զորքերին եւ փաստորեն մնացել է վերջին ֆորպոստը։ Բնականաբար արևմուտքը ձգտել էր, որպեսզի այս վերջին ֆորպոստն էլ Ռուսաստանից փոքր եւ ըստ այդմ ինքը քաղաքականություններ իրականացնում Հայաստանում եւ իշխանությունների ձևավորման հարցում եւ այլ հարցերում, բնականաբար դրան հակադրում էր նաեւ ռուսական կողմը։ Այսինքն մեր պարագայում հիմա արևմտյան սցենարը գործեց, հա։ Մեր պարագայում գործում է եւ արևմտյան եւ ռուսական սցենար։ Որն էր արևմտյան սցենարը։ Արևմտյան սցենարը այն էր, որ իշխանություն գալուց հետո 2008 թվականից հետո պետք է գործող նախագահի միջոցով ձևավորել նրան այսպես ասած արևմտամետ իմիջ եւ որոշակի այսպես PR տեխնոլոգիաների միջոցով կամած չեզոքացվեր ամբողջ այն քաղաքական բոլոր ուժերը, որոնք կարող են հակադրել գործող ուժին եւ երբ որ քաղաքական դաշտում այլևս ուժ չլինի, շատ հանգիստ կարելի էր այս մաքրելով նաեւ հանրապետականը, որը որոշակի ձևով տեղ ունեցավ եւ գնային դեպի ուրեմն արևմուտք։ Դրա համար որոշակի գործողություններ տեղ ունեցան, եթե հիշում եք, դրանցից մեկը այն հայտնի, հա, Դոմինգոյի համերգն էր, երբ որ հանրապետական այսպես հայտնի գործիչներից մեկը դրանից հետո հրաժարական տվեց, քանի որ ըստ գործող նախագահի չի կարելի, հա, երբ որ մեկը այսպես ասած պաշտոնյա ձակ է բարձրացնում աշխատողի վրա։ Ուզում եք ասել, որ համերգի ընթացքում տեղի ունեցած միջադեպ այդ սցենարի մաս էին նախապես մտածված։ Երբ որ գրվում է սցենարի մեջ արդեն տակտիկական քայլերը համաձայնեցվում են ինչ-որ միտեղով, հատուկ չէ նշանակում, որ այսինչ օրը, այսինչ մեկը, այսինչ բանը պետք է լինի, քանի որ ընդհանուր սցենարը գրված է, կոնկրետ տակտիկական քայլերը ըստ այդմ համապատասխանեցվում է։ Ասենք հարմար առիթ է, այսպես ասած, գտնվում։ Որի մասին նաև կասենք, այլ առիթի մասին, միակ Դոմինգոյի այսպես ասած համերգներ, որի ժամանակ դուրս եկավ հայտնի գործիչներից մեկը, հետո տեղ ունեցավ, հիշում եք, այն շտաբը ղեկավարելու անվան տակ նաև ազգային ժողովի նախագահան հրաժարական տվեց եւ պետք է շտաբը ղեկավարեր։ Հետո հիշում եք, մեկ այլ սցենար գրվեց, այսպես ասած, լացող կնոջ սցենարը, երբ որ հիշում եք, կանանցից մեկը մարզպետներից մեկին բավական մեղադրեց հանքարդյունաբերության մեջ գողություն կատարելու համար եւ շատ պատեհ տեղին հայտնվեց հենց այն վարում, որտեղ մարզպետը պետքա լիներ եւ փաստորեն գիտեր, որ ապտակ է ստանալու, հետո ՀՔՑ-ն գործունեություն սկսեց, բայց քանի որ հենց այդ ժամանակ ԲՀԿ-ն ինքը հայտարարեց, որ ինքը առանձին է մասնակցելու ընտրություններին, այդ ժամանակ սցենարի մեջ փոփոխություն եղավ եւ հասկացվեց, որ եթե այդ մարզպետին եւ այլ գործիչներին դու պետական կառավարման համակարգից անում ես եւ փոխարինում ես քաղաքակիրթ, այսպես ասած, արևմուտքում ուսում ստացած երիտասարդներով նրանք չեն կարող ընտրական գործընթացը բռի մեջ վերցնել եւ ապահովել քեզ ձայն։ Եվ դրա համար արկախվեց որոշ մարզպետերի եւ որոշ պաշտոնյաների հերացումը։ Դրա նպաստեց նաեւ երկխոսությունը, որը թվում է թե դրական բան է։ Ընդհանրապես երկխոսությունը դարմատյան քաղաքական կուլտուրայի տարերից է եւ այո, ՀԿ երկխոսությունը, որտեւ արդյունքում փաստորեն ստացվում էր, որ գործող նախագահան բավական այսպես հանդուրժող է, նա ընդունում է այլախոհությունը եւ
Արդյունքում սկսում էր կամաց երկխոսության արդյունքում իջնել, այսպես ասած, նրա մրցակցի ՀԱԿ-ի, այսպես ասած, վարկանիշը, իսկ մենք գիտենք, թե որ քաղաքական կենտրոններ միանշանակ նպաստում այդ երկխոսության գաղտնիք չէ, որ դա Միացյալ Նահանգներն էին։ Այսինքն այդ ամեն ինչը սցենարով ամեն ինչ գրում էր, նույն սցենարով նաև Մաշտոցի պուրակը տեղ ունեցավ, երբ որ այսպես կոչված շակերտավոր քաղաքացիական հասարակության ակտիվիստները սկսեցին պայքարել, հա, բուծիկների դեմ, այնտեղ ինչ-որ թատերական ներկայացում էր տեղ ունենում։ Եվ պետք է ցույց տվել, որ չինովնիկությունը համակարգը վատն է, իսկ նախագահան լինելով շատ, այսպես ասած, հանդուրժող, արևմտյան քաղաքական համակարգը ընդունող, նա պետք է գնար եւ այսպես ասած այդ հարցը լուծել։ Ուղղակի շատ անհաջող շատ լուծվեց, այդ կուզեի ասել, որ պետք է լուծվեր գոնե Երևանի ավականու նիստի միջոցով կամ մեկ այլ միջոցով եւ ոչ թե գնալ ասել գիտեք ինչ Տարոն սիրուն չի, դրանով պաստորեն 2 ամսվա աշխատանքը ամբողջովին ջուրը գցվեց ու միանգամից բացად երևաց, որ դա ընդհանրապես PR քայլ է, կոնկրետ մեկ նպատակին հետապնդող դեպքում էլ ասում եք նպատակին հետապնդող հայտնի գործիչներից մեկը հերասեց, բայց հայտնի գործիչներից նույն հայտնի գործիչը նորից անցավ պետական ծառայության, չէ՞։ Կոնկրետ որ գործիչի նկատում եք։ Դոմինգոյի համերգի։ Հա, իհարկե, այստեղ մի հատ խնդիր կա, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը փաստացի ավելի բարձր քան նախարարի պաշտոնը, բայց ամեն դեպքում դա նույնպես խախտում էր այդ ընդհանուր սցենարի մեջ, որովհետև ընդհանուր սցենարը պետք է գնար կամաց մաքրել։ Եվ դրա համար, երբ որ դեկտեմբերին ԲՀԿ-ն ասաց, որ ինքը առանձին է գնում, շատերն ասում են, այ ԲՀԿ-ին կարա ջարդի վարչաֆինանսական ռեսուրսով նախագահան, որովհետև հարկային ունի, ոստիկանություն ունի, անգամ որոշ գործողություն եղավ, ուղղակի խնդիրն է, որ ԲՀԿ-ին պետք չէր այդ ժամանակ այդպես ջարդել։ Դա հետագայում պետք է ուրիշ սցենարի մեջ մտնել։ Եվ ահա, երբ որ եկավ արդեն խորհրդանական ընտրություններ, ուղղակիանից մի ցուցակ գրվեց, որ ընդհանրապես կապ չուներ արևմտյան արժեքային համակարգը, այսպես ասած, համամասնական ցուցակ։ Այո, համամասնական ցուցակը հանրապետականի ընդհանրապես կապ չուներ արևմտյան արժեքային համակարգը կրող, այսպես ասած, ցուցակի հետ։ Բայց միտումներ որոշակիորեն կային, չէ՞, նախնական այդ խոսակցությունները, որ պիտի լինեն նոր մարդիկ, նոր դեմքեր, երիտասարդներ, պիտի օլիգարխները չլինեն, բան եւ դա այդ ամեն ինչը գնում էր գոնե ցուցակի մեջ, դա կարող է լինել, բայց էլի ոնց ասում են միջևերջ չիրականացավ եւ կատարողի մեղքով։ Երկյուղն էր, ոչ թե երկյուղն եւ դերակատարներ անհաջող մի քիչ ընտրված։ Ինչ վերաբերում է բան, ասենք երկխոսությունը ինչու արկախվեց, որովհետեւ հասկացվեց երկխոսությունը արդյունքում փաստորեն մեկը ուժեղանում է, մեկը թուլանում է եւ շատ տեղին շատ պատե այսպես առիթով, հիշում եք այն միջադեպը տեղ ունեցավ եւ դրանով կանխվեց այդ երկխոսությունը։ Ահա եկավ փաստորեն նախագահական ընտրություններ, անգամ եկավ խորհրդանական ընտրություններ, անգամ դրանից հետո սցենարը զարգանում էր։ Հիշում եք, տեղ ունեցավ դժբախտ պատահար դեպք, երբ որ զինվորական սպային սպանեցին։ Տեղ ունեցավ բողոք եւ ինչ էր գոռում բողոքի այդ ալիք առաջին 1-2 օրը, հա, նախագահ հեռացիր, մի քիչ ավելի ոչ կոռեկտ ձևով, բայց նախագահ հեռացիր։ Եվ որպեսզի այդ ալիքը չուղղվի, այսպես նախագահի դեմ, այլ ուղղվի եւս առիթ օգտագործելով ուղղվի եւս մեկ, այսպես ասած, հայտնի գործարարի դեմ։ Գտնվեց ուղղակի մարդկանց, այն մարդկանց, որոնք նաև Մաշտոցի պուրակն են, այսպես ասած, աշխատացնում, ճակերտավոր, նույն մարդկանց միջոցով եւ այլ մարդկանց միջոցով շատ հանգիստ լոզունգը փոխվեց։ Նախագահ հեռացիրով փոխվեց դեպի նեմեց մարդասպան, այսպես ասած, լոզունգը եւ դա առիթ ծառեց, որ եւս մեկը հեռանա։ Հիմա երբ որ նայում եք, տեսնում եք հանրապետական կուսակցության մեջ որոշակի թեւ, այսպես ըստ մամուլի, հա, քրա օլիգարխիկ թեւի ներկայացուցիչներ կամաց հեռանում են։ Հիմա չկա Լևոն Սարգսյանը, հիմա ասենք ազդեցիկ չի, արդեն խորհրդարանում չի, պաստորեն այդ անձնավորությունը։ Արդեն հա չկա Ալեքսանդր Սարգսյանը։ Չէ, ժամանակին Լևոն Սարգսյան հայտնի է, որ մամուլի անունը մամուլի ջերի չէր իշտում։ Հիմա նա չկա։ Հովիկ Աբրահամյանի դիրքերը թուլացան, քաղաքապետը այն չի, Գյումրի քաղաքապետը չկա, հա, Ավանի պատգամավորը չկա, այսինքն կամաց հանրապետականի մեջ այդ թևը դուրս էր մղվում։ Եվ դա պետք է հասցներ ինչին, որպեսզի լիներ հանրապետական մեջ նաև իշխանափոխության խնդիրը։ Ուղղակի դա տեղի չունեցավ։ Ահա գալիս էր մեծ հաշվով սցենարը գալիս էր մի բանով։ Ինչեր պետք ԲՀԿ-ի մտելը մեկ ընդհանուր ցուցակի մեջ։ Ինչպես ցույց տվեց, հա, մայիսի 6-ի ազգային ժողովի ընտրություններ, իրականում դա ընտրություն չէր, այլ ֆինանսական, հա, լայնամասշտաբ միջոցառում էր, հանրապետական առանց ԲՀԿ-ի էլ կարող էր ի վերջո իր համար դե յուրե հաղթանակ ապահովել։ Այսինքն իրանք աջակցել ԲՀԿ-ն, թե չէր աջակցել, դա բացարձակ զրոյական նշանակություն էր։ ԲՀԿ-ն պետք էր, որ ՕԵԿ-ի հետ միասին մտնելու ցուցակի մեջ կամաց ձեռքի հետ չզոքացվի, բայց ԲՀԿ-ն չմտավ։ Չզոքացվի մյուս սցենարը, թե ԲՀԿ-ն Չէ, ԲՀԿ-ն ինքս չզոքացվի։ Բայց ԲՀԿ-ն ՕԵԿ-ը փաստավոր դառնա այսօրվա ՕԵԿ։ Ահա այդ ինչի որպեսի խանգարող չէ լինի, որտեղ արդեն ՀԱԿ-ին
Բնականաբար արդեն հասկանալի որ 11 թվականից հետո ՀԱԿ-ը արդեն կամաց-կամաց թույլատրել է, դա գաղտնիք չէր։ Ավելին այն որ ՀԱԿ-ի դեմ նաև շատ դեպքերում արմունկն աշխատեց, դա էլ էր երևում ըստ ինձ լրատվամիջոցների, որտեղ եթե ուշադրություն դարձրել եք, կտեսնենք, երբ որ Բելարուսում հիշում եք անցյալ տարվա նախանցյալ տարի 11 թվականի ամառին բողոքի շարժում էր սկսվել, դուրս են գալի ծափահարումն էին, հա, այսպես ասած ծափերի բողոքներ 20-30 հոգի մաքսիմում, բայց Euronews, CNN, BBC անդադ ցույց են տալի։ Իսկ երբ որ ՀԱԿ-ը մեկ շաբաթ նստածույց արեց Ազատության հրապարակում այն ժամանակ, երբ որ Սարկոզին էր անգամ եկել, դուք արևմտյան լրատվամիջոցներով դա ընդհանրապես չտեսաք, այսինքն սա մեսիջ էր։ Եվ միաժամանակ մատից հետո սկսեց նոր իմիջի ձևավորումը։ ԲՀԿ, ՀԱԿ դրանք ռուսամետ ուժերն են, գործող նախագահան, այսպես ասած, արևմտյան արժեքային համակարգը կրողն է։ Ես հիմա այստեղ մի բան հանդարտեմ եւ հենց այս կետից շարունակենք, հա, ԲՀԿ, ՀԱԿ, շակերտավոր ռուսամետ ուժերն են եւ հանրապետական գործող նախագահ, հա, արևմտամետ ուժն է։ Դուք խոսեցիք մի կողմի սցենարի մասին, հիմա կանդրադառնանք արդեն նաեւ մյուս կողմի սցենարին եւ հետագա հնարավոր զարգացումներին, բայց փոքր դադարից հետո սա երկրի հարցը ծրագիրն է, ծրագրի հովանավորը Ծանդորը ապրանքանիշն է։ Սանդորա, լիարժեք դարձրու կյանքդ։ Շարունակենք թողարկումը, հիշեցնեմ սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցում եմ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ։ Ուրեմն մենք ընդմիջեցինք մեր զրույցը այն կետի վրա, երբ դուք ասացիք, որ գործող նախագահ արևմտամետ ուժ է, իսկ ՀԱԿ եւ ԲՀԿ ռուսամետ, հա, եւ խոսեցինք հիմնականում արևմտամետ այսպես աշխարհաքաղաքական կենտրոնի գծած եւ իրականացվող սցենարի մասին։ Այդ պարագայում ինչ է անում ռուսամետությունը եւ ռուսամետ ուժերը, ինչու հայտարարեցին չմասնակցելու մասին, ինչ, այսինքն ձեռքերը լվանում է դուրս է գալիս ռուսամետությունը, ռուսական սցենարը դադար է վերցնում, ինչ է դերում։ Նախ նշենք, որ ոչ թե գործող նախագահն է արևմտամետ, իսկ ԲՀԿ-ն ՀԱԿ-ը ռուսամետ, այդպես էր ներկայացվում։ Իրականության դրանք ոչ ներ ռուսամետ, ոչ ներ արևմտամետ, իրականության հետ կապ չունեն դրանք, էլի։ Ուղղակի, իդեպ այստեղ նաև չնշեցի, հա, ԵԺԿ-ի այդ հայտնի, այսպես ասած, ուղերձը Մարտենսի խորհրդանական ընտրությունից առաջ, երբ որ բացահայտ ասվեցին, որ գիտեք, ինչ, ասենք դուք մենք չենք կասկածում ձեր հաղթանակին, ես չնշեցի, որ ազգային ժողովի այդ խայտառակ ընտրությունները արևմուտքը շատ լավ գնահատեց, երբ որ նույն ձևի ընտրությունը տեղի ունենում Բելարուսում, այնտեղ լեգիտիմ չի ճանաչում, այստեղ լեգիտիմ է ճանաչում, այդ մանրուքները նման հազարավոր մանրուքներ կա, ուղղակի ընդհանուր սցենարը բան է, այստեղ ավելի հետաքրքիր է։ Ահա գալիս է մի սցենարը երկրորդը։ Շատերն ասում են, այ մասից հետո ստիպելու է, որպեսզի մտնի ուրեմն ընդհանուր կոալիցիոն կառավարության մեջ։ Այո, միգուցե պետք է որ հանրապետականը կուզեր, որպեսզի նա մտնի ընդհանուր այսպես կոալիցիոն կառավարության մեջ ԲՀԿ-ն, որից հետո էլի կամաց-կամաց նրա չեզոքացման գիծներ գնալու, բայց նորից չմտավ։ Այսինքն նա ԲՀԿ-ն արդեն լուրջ խոչընդոտ է դառնում։ Եվ գնաց ԲՀԿ-ի վրա, այսպես ասած, քարոզչական պատերազմը։ Հիշում ենք, հիմնական սցենարը ռուսամետությունը, այսինքն ԲՀԿ-ն, որը իդեպ ասենք հա Ռուսաստանի Եդինի Ռոսիայի հետ համ ասենք ինչ որ աշխատանքային հարաբերություններ ունի, իդեպ այդտեղ նաև ինչ որ չափով ԲՀԿ-ի մեղքը կա, որ ինքան կալվում է միայն ռուսամետ եւ ոչ թե ասենք կոմպլիմենտար այսպես ասած, դա իր մեղքն էլ ունի, օգտվեցին այդ մեղքից։ Եվ ուղղակի ստեղծում էին դաշինք, այսպես ասած վերացական դաշինք, ԲՀԿ, ՀԱԿ ռուսամետ են, գործող նախագահան արևմտամետ էր եւ երբ որ ասում են որ գործող նախագահան այ որ չմտավ կոալիցիա կառավարության մեջ, կարող է նրան ուղղակի հա վարչական ռեսուրսով կոդրել, չէ, վարչական ռեսուրսով կոդրել պետք չէր։ Նրա նախագահան պետք չէ, որպեսզի ԲՀԿ-ն վերացվի։ Նրան պետք է, որ ԲՀԿ-ն պարտվի որպես ռուսամետ ուժ, այսինքն Հայաստանում տեղի ունենա, այսպես ասած, արևմտամետ ուժի հաղթանակը։ Ինչը տեղի է ունենում հիմա։ Ոչ, ինչը հիմա տեղի չի ունենում, որովհետև ինչ է նշանակում պարտություն։ Պատկերացրեք, գալիս է մի սցենար, այսպեսի սցենարն է գալի, հա, դեկտեմբերին առաջադրվում է Գայիկ Ծառուկյանը, նա գնաց Եվրոպա, նրան ասացին դու շատ լավ նախագահի թեկնածու ես, իհարկե շարունակություն չասեցին, որ գործող նախագահին պարտվելու համար լավ թեկնածու ես, էլի։ Այդ չասեցին, ասացին դու լավ նախագահի թեկնածու ես եւ ինչ էր տեղի ունենում։ Տեղեր ունենալու ընտրություններ։ Կիրառվելու են նույն տեխնոլոգիաներ, ինչ որ իդեպ եղավ մայիսի 6-ին, նույն եղավ, չմոռանանք, դեկտեմբերի 2-ին, հա, երբ որ ուղղակի Ավանում, այսպես ասած, բրթեցին հանրապետականի падգամավոր սարքեցին, նույնը տեղի ունեցավ նաև
Տի մարմինի ընտրությունների ժամանակ, երբ որ նույն տեխնոլոգիաներ, վարչական եւ փողի տեխնոլոգիաները պատգամավորներ դարձավ, նույնը լինելու էր փետրվարին։ Եվ ինչ կստացվեր։ Պարտվելու էր միանշանակ Գագիկ Ծառուկյանը պարտվելու էր անկախ նրանից ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը կմիանային թե չեն միանա, որտեղ ինչպես ցույց տվեց մայիսի 6-ը ՀԱԿ-ը հանրապետական ունի այնքան վարչաֆինանսական ռեսուրս, որպեսզի հաղթի այդ երեքին։ Ի վերջո մայիսին դե յուրե հաղթեց, չէ՞, հանրապետականը դե յուրե այդ երեքին էլ չնան շտաբին եւ շտաբի արկայությանը եւ այլ հաղթեց։ Ահա հիմա պատկերացեք, տեսեք ինչ կլներ։ Ծառուկյան առաջադրվում է, ՀԱԿ-ը, ասենք ինչ որ չափով նրան անուղակի աջակցում է, ՀԴ-ն ինչ որ չափով անուղակի աջակցում է, չեմ ասում Վարդան Օսկանյանի դեպքում, երբ որ նրան բացայտ կաջակցեին, նախագահան հաղթում էր այդ ուժին, Եվրոպան ասում են, որ այո, մրցակցային ընտրությունն է եւ մի թեթևակի այնտեղ ինչ որ թերություններ եղել են, ինչ որ նույն ասած մայիսի 6-ի համար եւ ստացվում է քաղաքական դաշտում այլևս ուժ չկա, կա մենակ հանրապետական կուսակցություն, որի ղեկավարը հաղթել է եւ այդ հաղթանակը նա կարող էր նյութականացնել, ասենք Ռուսաստանի հետ իր բանակցությունների ժամանակ հնարավոր է կարողանա նյութականացնել։ Բայց ինչ տարբերություն, ասենք, մասնակցել եւ պարտվել է, թե հիմա չի մասնակցել, նախագահը հաղթում է։ Չէ, այսեմ։ Դրանից հետո նա քարտ բլանշ է ստանում։ Այսինքն նա արդեն ինչ կուզեր կաներ։ Հիմա ինչ տեղ ունեցավ։ Նա չի մասնակցում ընտրություններին, նա չի պարտվել, նա ժամանակավորապես նահանջել է։ Այո, նախագահան հասկանալի է, ինքը արդեն կընտրվի նախագահ, այստեղ խնդիր չկա, բայց հիմա դրանից ինչ կլինի, եթե ինքը հաղթեր։ Այլևս բարգավաճ չկար եւ շատ հանգիստ հանրապետական կուսակցության ղեկավարը կարող էր իր կուսակցության մեջ որոշ, այսպես ասած, գործիչներին հանգիստ հեռացնել կուսակցությունից, նրանք գնալու տեղ չունեն։ Իսկ հիմա նրանք ունեն, չէ՞, գնալու տեղ, որտեղ այն ուժը ԲՀԿ-ն չի պարտվել։ Նա ուղղակի նահանջել է եւ շատ հնարավոր է այս անգամ, երբ որ ասեն Հովիկ Աբրահամյան դու գնա ազգային ժողովի նախագահի պաշտոնից, հիմա նա ճիշտ է, նա կուսակցություն չի փոխի, բայց ոչ ոք երաշխիք չի տա, որ նա տակից ինչ կաշխատի։ Այսինքն Հովիկ Աբրահամյանը հավաքական կերպ, ոչ թե կոնկրետ էլի։ Այո, նա գնալու տեղ ունի եւ այդ մահակը միշտ լինելու է։ Այսինքն այս տրամաբանությամբ դուք արդարացված եք համարում եւ ճիշտ եք համարում, հա, այս հայտարարությունները չառաջադրելու եւ չմասնակցելու ԲՀԿ-ի պարագայում։ Որովհետեւ երկու ընտրություն կար, կամ դու գնալու ես պարտվեիր, այստեղ միանշանակ դու պարտվել ես, կամ դու առժամանակ նահանջում ես սпасելով որոշ հարցի, իսկ այդ հարցը շուտով գալու է եւ արդեն այդ հարցը գալիս է Հայաստանի առջեւ։ Ինչ է գալու առաջիկա 5 տարիների մեջ իշխանության հարցը չի խնդիրը, գիտեք ինչ, Կադաֆին 40 տարի իշխում է, ոչ ոք չի դրում 41-ում այդպես կլինի, էլի։ Ինչպես նա Սադամ Հուսեյնը այդպես իշխում, ինչպես Բասար Աշադները իշխում, այսինքն Բակիևն էլ էր մտածում, որ 5 տարի խնդիրը 5 տարին չի, կարող է 5 տարի լինի, կարող է 5 տարի չլինի։ Ստե կարևորը ժամանակաշրջանը չի, վերջը կյանքը 5 տարով կամ նախագահական ընտրություններից ասելով էլի արտաքին քաղաքական եվրոպական որտեղ ամենակարևոր հարցն է գալիս, որը դեկտեմբերին թեժացավ, ինչպես Հայաստանի նկատմամբ, այնպես էլ Ուկրաինայի նկատմամբ։ Միջև այդ ասում են, չէ, որ գիտեք, լավ, այդքանը չի խանգարում Մաքսյան միությունը եւ այսպես ասած Եվրոպայի այս ազատ առևտրի ասոցիացիան իրար հետ այդքան էլ փաստորեն չի խանգարում, բայց դեկտեմբերին խստորեն մեսիջը եկավ թե Ուկրաինային, թե Հայաստան, ինչու, որովհետեւ տեղ ունեցավ հանդիպումներ, հա, որոշակի այդ Աշխաբադում հանդիպումներ տեղ ունեցան, նաեւ Յանուկովիչը այնտեղ որոշակի մեսիջներ թողեց, որ ինքը կարող է միանալ Մաքսյան միությանը եւ անմիջապես արմունկից եկավ խիստ մեսիջներ։ Որոշեք ի վերջո դուք Հայաստան եւ Ուկրաինա որտեղ եք ձեզ պատկերացնում։ Օրենքի հակասությունը չի այստեղ, ով ընկերն է, ոչ թե օրենքների հակասությունը, չէ, այստեղ Մաքսային միությունը կարելի է թե շատ մանգալ համաձայնագիրը իրար հետ Դե եթե ասենք զուտ տնտեսագիտական տեսակետից տեն կարող է ինչ որ տնտեսական ինչ որ հակասություններ գտնել հիմա Կարելի ասենք ինչ որ օրենքի երկրորդ, երրորդ, ասենք 5-րդ պարբերության մեջ գտնել դա խնդիր չի, բայց այդտեղ արդեն քաղաքական խնդիրներն է գալիս, որ պետքա որոշես, ի վերջո դու ում ընկերն ես, դու արևմուտքի ընկերն ես եւ բնականաբար այդ աշխարհի մեջ ես ինտեգրվում, ի ժողովրդավարությունը հետ արևմուտքի համար, թե դու Ռուսաստանի ընկերն ես, ուրեմն ինտեգրվելու ես այնտեղ։ Եթե պատկերացեք հիմա գործող նախագահան ինքը հաղթեր ԲՀԿ-ին, իսկ ինքը կհաղթեր ԲՀԿ-ին, թող ոչ ոք ասենք այս հարցով բան չանի, հույս չունենա թե ԲՀԿ-ն կհաղթեր գործող նախագահան, որտեղ ի վերջո ամեն դեպքում այսպես լծակները նա մի քիչ ավելի շատ են, քան ԲՀԿ-ին անգամ դաշինք հետ միասին։ Դրանից հետո ինքը մենակ է մնում եւ հանգիստ ինքն էլ որոշում կայացնելու անձամբ ինքը գնում է դեպի արևմուտք, գնում է դեպի Ռուսաստան, իրան խանգարող չելնի։ Իսկ հիմա կա, որտեղ դու չգիտես, դու հիմա գալու ես նորից, ասենք, հա, դարձարը նախագահ ընտրությունը, իդեպ ասեմ, թե արևմուտքը, թե Ռուսաստան, իրանց արտաքին քաղաքականության դոկտրինը 5-10 տարով չէ, ասենք 25-30 տարվա մեջ են անում, 30 տարվա մեջ մի 5 հատ նախագահ կփոխվի, խնդիրը դա չէ։ Քաղաքականության մեջ որովհետեւ բան չի փոխվում, սցենարն է նույնը պահում։ Հիմա փաստորեն ստացվում է մի բան, գործող նախագահան ձեռքերը կաշկանդվեցին, որովհետեւ ինքը հասկանալի է, որ կհաղթի էպոսագետին, կունենանք էպոսագետին հաղթած նախագահ, հիմա խնդիրը դա չի։ Դրանից հետո ինքը արմատական բարեփոխումներ ուզի թե չուզի
պետքա անի, այսինքն կանի թե չանի դա ուրիշ հարց է, բայց ստիպացա լելու անել, ում շահն է կպնելու հենց իր կուսակիցների շահին, հենց թեկուզ մենաշտոները վերացնելու հարցով։ Հիմա եթե նրանց շահին կպար, եւ ոչ միայն մենաշտոներ, նաեւ բիզնես, հա, պետական ապարատը օգտագործելով բիզնես տանելը, նրանց հեռացեցիր, նրանք գնալու տեղ ունեն։ Նրանք կգնան ԲՀԿ, եթե գնացին ԲՀԿ, բարձ չպետք չի հասկանալ, որ անցան կուսակցական տոպսը կողքեն, պարտադիր չի։ ԲՀԿ-ն է ուժեղանում։ Եթե ԲՀԿ-ն ուժեղանում է, բայց չէ՞ որ հաջորդ ընտրություններ կան, քաղաքապետի ընտրություններ կան, թիմ արմիների ընտրություններ կա, հաջորդ 2017 թվականի խոսքօրինակ ընտրություններ կան։ Ես հասկացա, այսինքն ԲՀԿ-ի պարագայում դուք ասում եք, որ արդարացված էր այս ժամանակավոր նահանջը, հա, հաշվի առնելով այս իրողությունները։ Քանի որ քիչ ժամանակ է մնացել, դրա համար եմ ես մի քիչ շտապում, իսկ Հայ ազգային կոնգրեսի ՀՅԴ-ի համար Դե արդեն հասկանալի է, որ ԲՀԿ-ն էր հիմնական ուժը, երկրորդ հանրապետականը շատ կուզենար, որ հակ առաջնորդ առաջադրվեր ու ինքը հաղթեր, որտեղ կհաղթեր։ Ուժով ամեն չափ կհաղթեր։ Ինչ կտար Դայրան կտար քաղաքական լեգիտիմություն։ Օրինակ առաջ 20 տարի միշտ ընտրությունների ժամանակ ինչ եղել է, ընտրությունները ներսում կեղծվել են եւ փաստորեն դու լեգիտիմությունը փնտրել ես դրսում։ Հիմա դու դե յուրե իրոք լեգիտիմ կլինես, որտեղ գործնախագահն հասկանալի է, որ այնտեղ տեխնացու չկա, էլի, ասենք դա Պետրվարյան միջոցառում ալնելու, որտեղ անգամ այն տեխնացուները ովքեր որ մնան, նրանք այնքան ձայն են ստանալու, որքան որ կորոշի, ասենք գործող նախագահի շրջապատը, թե կուսակցել Ռաֆայել Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, կորոշեն, ասենք Ռաֆայել Հովհաննիսյանին 20% տալ, կտան 20%, կորոշեն 3%, բայց հանրապետականի շատ պետք է հակի առաջնորդի պայքարի մեջ մտնելը եւ պարտվելը, որից հետո նա կներկայացներ, որ տեսեք, ես լեգիտիմ եմ, ես հաղթեցի վերջո լուրջ քաղաքական ուժի եւ փաստորեն այդ լեգիտիմությունը ինքը կարողանար ծառայեցնել իր PR կամպանիայի համար արևմուտքում որպես հաղթող նախագահ։ Հիմա նա հաղթող չի։ Այս կուսակցությունների այս գործելավոճը բերես նրան, որ ոչ մրցակցային, հա, այսպես են ընդգրկված։ Այո, ոչ մրցակցային, որտեղ արևմուտքը ասում է, չէ, Հայաստան պետք է լինի մրցակցային ընտրություն, ինչ բան է մրցակցային ընտրություն, դա ամերիկան է, երբ որ վերջին օրն է, չգիտենք, Օբաման հաղթելու, թե ասենք հաղթելու է Ռումին։ Իսկ հիմա մենք գիտենք, չէ, որ չենք հասկացում ով հաղթելու Սերժ Սարգսյանն, թե ասենք Կեպոսագետը, բոլորս է գիտենք ով է հաղթելու։ Արդյունքում ինչ է ստանում։ Արդյունքում դու ստանում ես, որ մի կողմը պահանջում էր մրցակցային ընտրություն, իսկ թույլ չտարվեց դա, ուզեն չուզեն դիտորդները ինչ որ դրա մասին պետքա գրեն, չէ, որ Հայաստանում ընտրությունները մրցակցային չեն։ Դա արդեն ազդելու է, այսպես ասած, լեգիտիմության վրա, այսինքն նախագահան, եթե թվում է որ ինքը ավելի ուժով դուրս եկավ, հակառակը ինքը ավելի թույլ դուրս եկավ, որտեղ իր ձեռքերը արկախվեցին անորոշ ժամանակով, որտեղ ոչ ոք չգիտի թե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը հաջորդ հարձակումը երբ կսկսեն։ Մի տարի հետո, 6 ամիս հետո, 7 ամիս հետո, 10, չգիտեմ, այնտեղ մի տարի հետո ոչ ոք չգիտի։ Արկախվում է երկրի ներսում, լեգիտիմությունից զրկվում է երկրի դրսում, հատկապես արևմուտքում, իսկ Ռուսաստանը արդեն իր, այսպես ասած, պահանջները ներկայացնում է։ Այսինքն քաղաքական դաշտը փաստորեն, այսպես ասած, ոնց որ ասում են, համակարգիչը կախվեց, չէ՞, այսինքն քաղաքական դաշտը կախվել է անորոշ ժամանակով։ Մինչև լուծվի հիմնական հարցը, Հայաստանի պատկանելիության հարցը։ Երբ որ այդ հարցը կլուծվի, այսինքն Մաքսային միությանն են գնում, թե եվրոպական ինչ որ են գնում, նոր դրանից հետո արդեն շատ այլ իշխանության հարցը կլուծվի։ Իսկ հիմա մենք կարող ենք ընդհանրապես փաստել, որ Հայաստան նախագահական ընտրությունները չսկսված փաստացի ավարտվեցին եւ ունենք Էպոսագետին հաղթած նախագահ։ Այս ամենը դուք դիտարկեցիք այս տարբեր, հա, աշխարհակաղակական այս կամ այն կենտրոնի սցենարներով պայմանավորված, լավ, իսկ մեզանում Հայաստանում հասարակության կողմից, հասարակության կամքով իշխանություն ձևավորելու հեռանկարը միֆ պիտի դիտենք, հա, այս։ Չէ, միֆ չեն դիտում, ուղղակի ինչի եմ ես դիտարկում դրսել քաղաքական ուժերից, հա, որովհետեւ երբ որ հասարակությունը գործոն չի, այսօրվեդությամբ, ապա բնականաբար գործոն են դառնում դրսի ուժերունը, Գերմանիայում այդպես չի, բնականաբար Ֆրանսիայում, Ամերիկայում զարգացած երկրում, իսկ Հայաստանում այդպես է։ Ուղղակի Հայաստանի հասարակությունը բավականին թուլացած է։ Իհարկե կան պայքարողներ, 10-15%-ն այլ, ասենք Երևանում միգուցե 20% է պայքարում բնակիչների, ասենք ինչ որ մի գյուղում 0% է պայքարում, բայց ընդհանուր ասենք 10-15% է։ Կախված է հիմա արդեն հետագա զարգացումից, երբ որ բնականաբար դեպի արևմուտք կգնա, ուրիշ հասարակությունը ուրիշ ուժ կլինի, Ռուսաստան կգնա, Մաքսիմիություն գնա, այդտեղ ուրիշ խնդիր կլինի, որտեղ դա բարդ հարց է, թե միջին խավի ձևավորման հարց կա եւ այլ։ Լավ, սպառվեց մեր ժամանակը, շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Այսքանը երկրի հարցը ծրագիրներ եթերում ես զրուցում էի քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ, ծրագրի հովանավորը Սանդորա Ապրանքանիչն է։ Լավ մնացեք։ Եվ չմոռանամ հիշեցնել, որ վաղը այս տարվա մեր վերջին թողարկումը կլինի, մենք հրավիրել ենք Արամ Մանուկյանին։
լիարժեք դարձրու կյանքդ։